Ողջույն, եթերում ինավյուն է։ Մեր այսօրվա հյուրն է Անխելա Գարսիա Լոպես Խաչատրյանը, ստեղծագործող, երաժիշտ, բլոգեր, մայր, կին և փայլուն անձնավորություն։ Ձեր անունը հնչում է ինչպես մի գեղեցիկ երգ, Անխելա Գարսիա Լոպես Խաչատրյան։ Ինչպես ստացվեց այդպես, որ իսպանուհին այդպիսի գեղեցիկ անունով փայլուն տիրապետում է հայերեն և ասեմ ավելին, վարում է YouTube-յան ալիք հայերեն լեզվով հայ աուդիտորիայի համար։ Դե առաջերտին շատ մերցի հրավերի համար։ Շատ ուրախ եկաք։ Դե ստացվեց ամեն ինչ սկսեց լուրջ ձևով Սերգեյի հետ։ Ես, բայց շատ մարդիկ չգիտեն, որ հայերեն սկսել եմ սովորել Սերգեյից առաջ։ Ես կխնդրեմ, որ դուք պատմեք, բացատրեք ով է Սերգեյը։ Սերգեյ ուրեմն իմ ամուսինն է, Սերգեյ Խաչատրյան։ Մեծատաղանդ հայ ջութակահար։ Այո։ Եվ այն ժամանակ ես ուզեցա նոր լեզուն սովորել և մտածում էի ինչ տիպի լեզուներ կա հետաքրքիր և իմ դասատուն խոսում էր հայերեն և արաբերեն և ասեց կարող եմ հայերեն սովորեցնեմ և այդտենց հայերեն սկսեցի սովորել, սիրարվեցի տառերի վրա, սկսեցի գերելով, տառերով։ Այդ ընթացքում ծանոթացա Սերգեյի հետ։ Այսինքն սկիզբը դրվել էր արդեն ուսման և զուգադիպեց այդ ծանոթությունը։ Այո։ Իսկ ինչպես եք ծանոթացել, դեպ։ Մենք ծանոթացանք Բելգիայում։ Այն ժամանակ ես Լոնդոնում էի սովորում, ինքը եկել էր համերգի և այսպիսի ինչ-որ մի հավաքույթի ժամանակ հանդիպեցինք։ Այո, ես չգիտես թե ինչու կարծում էի, որ ձեզ մոտ ինչ-որ ստեղծագործական հանդիպում է եղել, քանզի դու ջութակահար ես։ Ես ալտ եմ նվագում, ալտիստ եմ։ Այո, բայց հա, այդպես չի եղել, որ դուք ընդհանուր համերգի եք մասնակցել եւ այլն։ Այդպես չի եղել, շատ պատահաբար եղավ եւ մենք շատ երկար ժամանակ ուղղակի ընկերներ էինք։ Հա։ Ու հանդիպեցինք այդ օրը, հետո էլի անկարծակի հանդիպեցինք Անգլիայում։ Այո։ Հա, մի քիչ այդ պահը կար, որ մենք որ պահին դու զգացիր, որ սա քո կյանքի ընկերն է, որ այս մարդու հետ դու պատրաստ ես երկար ճանապարհ ընկնել։ Ես միշտ ասում եմ, չնայած ես այդքան այդ բաներին չեմ հավատում, բայց միշտ ասում եմ, որ ես իրար որ տեսա, մենք որ հանդիպեցինք, ինչ որ շատ առանձնահատուկ զգացմունք էր։ Այո։ Չնայած ես այդ պահին չգիտեի ինքը, որ ես չգիտեի, որ ինքը երաժիշտ էր։ Ես իրան չճանաչեցի այդ պահին։ Այո։ Դրա համար ուղղակի համակրելի երիտասարդ տղամարդ, այո։ Եվ մի ալիքի վրա փաստորեն հայտնվեցիք անկախ տարբեր ազգություններից, այո, անկախ մասնագիտությունից եւ այլն։ Դե հետո արդեն որ սկսեցինք շփվել, այդ ավելի բարձրացավ էլի, որ ոնց որ մտածելակերպը դե հա, այնտեղ կամած սկսեց։ Քանի տարեկան է ձեր ընտանիքը այսօր։ Այսօր Հայկը դե 7 տարեկան, 8։ Դուք 8 տարվա մեջ արդեն հասցրել եք 3 զավակների ծնողներ դառնալ։ Ինչքանով հեշտ է համատեղել ստեղծագործական կյանքը, բլոգինգը, ընտանիքը, կարծում եմ բարդ է։ Պատմես այդ քո արկածային կյանքի մասին։ Այո։ Դե ինձ թվում է ոչ մի մայրիկի համար այսօր կյանքը դառնումով հեշտ չի, որովհետև մենք փորձում ենք ամեն ինչ անենք, փորձում ենք լավ մամա լինենք, փորձում ենք մեր ուզած պրոյեկտները իրականացնենք, փորձում ենք մեր ամուսնու հետ ժամանակ անցկացնենք, ամեն ինչ փորձում մեր ընկերություն, ամեն ինչը ու հեշտ չի ընդհանրապես, ամեն ընտանիքը ինձ թվում է իր բալանսը պիտի գտնի։ Մեզ մոտ այդպես է, որ Սերգեյ շատ հաջող ճանապարհորդում է, որ
ես որոշել էի այն ժամանակ, որ ուզում էի իմ երեխաների կողքը լինեի, ուզում էի ներկա մամա լինեի եւ կողքից ուզում եմ նույնպես ոնց որ իմ կրեատիվ ուզած պրոյեկտները փորձել իրականացնել։ Այո։ Եվ այդպես ուրեմն ընտրում ենք։ Ես հիմա այստեղ եմ Հայաստանում, կենտրոնանում եմ իմ պրոյեկտերի վրա, հետո գնում ենք հետ ու արդեն այնտեղ ոնց որ կենտրոնանում եմ իմ մյուս գործերի վրա, երեխաների վրա։ Գնում եք հետ Ֆրանկֆուրտ։ Այո։ Քանի տարեկանից դու Իսպանիայից տեղափոխվել ես Գերմանիա։ Շատ քիչ։ Ես իրականում ծնվել եմ Կորդոբայում, Իսպանիայում, եւ շատ փոքր 7 տարեկանից ես Ֆրանսիայում եմ մեծացել, իրականում։ Այսինքն իմ ամբողջ ուսումը ֆրանսիականն է։ Կոսմոպոլիտ կյանք ունես։ Պապայի մամայի աշխատանքի շնորհիվ, ոչ պատճառով ես կասեի, մենք շատ հետաքրքիր այդ առումով կյանք ենք ունեցել, շատ ենք գնացել, եկել, տեղափոխվել։ Ես Գերմանիայում ընդամենը երևի 9 տարի եմ ապրում հիմա։ Այսինքն հիմքը դու ինչպես ես ընկալում քեզ։ Ես իսպանուհի ես դու։ Այո, ես կասեի, որ ես 100% իսպանուհի եմ, պապայի մամայի կողմից։ Իսկ ինչու իսպանուհին որոշեց հայալեզու ալիք վարել։ Ես ինձ համար նոր աշխարհ բացվեց ընդհանրապես ու ես իրարվեցի մշակույթի վրա, մարդկանց վրա, ես իրականում շատ եմ սիրում այստեղ գալ ժամանակ անցկացնել, շատ դժվար եմ գնում հետ միշտ։ Բայց շատ հետաքրքիր է, ինչը մենտալիտետներով եթե վերցնենք։ Շատ նման ենք։ Նմանություն կա։ Այո։ Ճիշտ ենք լսել փաստորեն մենք հայերով։ Հարավային Իսպանիա, ասենք ես հարավային Իսպանիայից եմ գալիս։ Իսպանիան շատ տարբեր է, բայց հարավային Իսպանիան շատ նման ենք։ Մեզ մոտ մի քիչ այդ ջերմություն կա, այո, խառնված կա, հա, այդ։ Այո, դրա համար շատ հեշտ, շատ ծանոթ էր ինձ այդ զգացմունքը։ Հետո ինձ համար մեծ challenge էր, այսինքն վարել հայերեն լեզվով podcast-ը, այդքան հեշտ չի։ Այո, այդ երբ այսպես փայլատակեց։ Դե ես սկսեցի 20 թիվ պատերազմի ժամանակ, ճիշտն ասած, ես ստեղծել էի 1-1, այսինքն 1-1 իսպաներեն մեկը նշանակում ու ես գերում էի իսպաներեն, թարգմանում էինք հայերեն շոտ տարբեր հոդվածներ, թեմաների մասին, որ ինձ հետաքրքրում են, ուզում էի կիսվել այդ ամեն ինչ։ Բայց հասկացա, որ մամա լինելով երեխաներ չէր ստացվում այդ գրելը, այդքան ոնց որ ես ուզում էի։ Ու որոշեցի, որ podcast-ի ֆորմատը շատ հարմար ֆորմատ է, որ շատ լավ, շատ ուղիղ, շատ լավ աշխատում է, ստեղած։ Եվ քեզ հոգեհարազատ ավելի ֆորմատ է։ Ես քեզ ասեմ, որ մենք քեզ հետ մեր ալիքները համարյա նույն տարիքի են։ Նույն ժամանակ են բացվել այս ալիքները եւ դա հետաքրքիր հաճելի զուգադիպություն է եւ մի զուգադիպություն եմ նկատել քո հյուրերը մտավորականներ են։ Իսկ ես միշտ շեշտում եմ, որ ես ձգտում եմ, որ իմ ալիքները լինի մտավորականի մասին եւ մտավորականի համար։ Դու ինչպես կձևակերպես, քո ալիքը ինչի մասին է։ Ինձ մոտ սկսեց այդ ցանկությունով, որ ես ուզում էի, որ ամեն ասպարեզի մեջ կյանքում մենք փորձենք մի քիչ ավելի լավ մի բան անենք, կամ ինչ որ մի փոքր ինֆորմացիա ավել ստանանք։ Ու այստեղ ոնց որ ամենտեղ, բայց այստեղ իրականում շատ մասնակիցներ կան, շատ հետաքրքիր, որ շատերը իրենց մասին այդքան չգիտեն նույնիսկ։ Ու ես ուզում էի ֆորմատը գտնել, որտեղ հարցնում էր այդ միամիտ հարցերը, որ մեզ օգուտ կբերեն մեր առօրյա կյանքում։ Այսինքն իմացնա, որ մարդը որ լսի, ինչ-որ մի հատ փոքր միտք դրանից վերցնի ու տանի ու մտածի ու ես միշտ ասում եմ, իմացնա, որ մենք ինքնուրույն մտածենք։ Քիչ զարգանանք այդ գնահատական մտածելակերպը։ Այո։ Որ շատ Մանավանդ այս դարում, այս AI դարում, երբ մենք արդեն քիչ-քիչ մոռանում ենք մտածել ինքնուրույն, կարծես թե դու եւ քո ալիքը դրթում են, որ մարդ մտածի, իսկապես ես լսում եմ քո հյուրերին եւ իսկապես ամեն անգամ նոր բան եմ իմանում, նոր մարդիկ եմ ճանաչում, հայտնի մարդիկ են, բայց նիշային։ Այս սա շատ կարևոր պահ է իմ կարծիքով, որ ոչ մեծ հանրահայտություն ունեցող մարդկանց
հրավիրենք եւ բոլորը նրանց տեսնեն եւ ճանաչեն եւ այսպես լիցքավորվեն։ Այո, այդպիսի։ Դե մենք այս վերջերս այդքապես, հա, ուզում ենք որ շատ բաները փոխեն, ամեն ինչը փոխի, ավելի լավ լինի։ Այո։ Բայց մենք պիտի սկսենք մեզանով մեր ոնց որ փոքր ընտանիքով, շրջապատով, այդ հենց է փոխում։ Մի քանի օր առաջ տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի համերգասրահում հերթական Սերգեյ Խաչատրյանի համերգը։ Եվ տեղի ունեցավ մի անակնկալ, հա, լույսերը գնացին։ Այո։ Ինչ տեղի ունեցավ այդ պահին։ Ճիշտ ասած մենք հասանք, արդեն լույս չկա։ Եվ այսինքն համերգը դեռ չէր սկսվել եւ լույս արդեն չկար։ Այո։ Եվ տենց լինում է, այսինքն երբեք չէր եղել, բայց եղավ առաջին անգամ ու ստումա բոլորը շատ հանգիստ ամեն ինչ առաջ գնաց, սպասեցինք մի քիչ, տեսանք եթե լույսը հետ կգա չեկավ, որոշեցինք որ համերգը սկսում է ու հանդերձ սկսեց մի հատ հոյակապ մթնոլորտ հետաքրքիր կենթանի։ Այո, որտեղ սկսեց մթության մեջ։ Այսինքն բեմի վրա մոմեր էին։ Բեմի վրա դե երաժիշտները ունեն փոքր լույսեր, այդ նույնը որ օպերայում հա օգտագործվում է, դիրիժորն էլ ունի սանս մեծ լույս։ Ահա։ Ու վերջ։ Ու ոնց որ էդեր, ու այդտեղ սկսեց դիրիժորը սկսեց նվագախմբի հետ նվագել Ֆինլանդիա։ Եվ հետո եկավ Սերգեյ, ու շատ հետաքրքիր էր, որովհետև ինքը լույս չունի, դե ինքը չի նայում երաժշտությունը, որ նվագում է, ինքը լրիվ մթության մեջ է։ Եվ ես լսել եմ հանդիսատեսի այ կարծիքը, որ սա մի արտակարգ յուրահատուկ մթնոլորտ էր։ Հա։ Այ իրոք իսկական, իրական կենթանի երաժշտություն, հա, առանց միկրոֆոնների, դինամիկների, կողքից, հա, ոչ մի տեխնիկա չկար եւ այդ հրաշք մթնոլորտը։ Հա, հիմա մտավախություն ունեմ, չկարծեն մեր էլեկտրականության ներկայացուցիչները, որ միշտ պետք է այդ մթնոլորտը ստեղծել։ Բայց անցել եք այդ չելենջը, հա, փաստորեն, լուրջ փորձությունը անցել եք։ Այո, լույսը հետ եկավ ու բոլորը շատերը ասում են, որ միգուցե չկար, միգուցե մնար այդտենց միջևեր, շատ հետաքրքիր էր։ Դու հայտնվել ես 8 տարի առաջ հայ ընտանիքում։ Պատիվ ունեմ ճանաչել Սերգեյին իր հիանալի ընտանիքը, մտավորականների, հա, այսպես վառ ներկայացուցիչներ են։ Ինչն է, որ քեզ ոգեշնչում է հայ ընտանիքի մեջ, ինչը քեզ համար տարբերություն է, հա, ինչ որ կարող է լարվածություն, ըստ ուղղակի ազգային տարբերության, ազգային մենթալիտետի։ Շատ բաները, որ ասեցինք, շատ նման են, այդ բազայով, սկսենք այդ բազայով, որ շատ հոգեհարազատ ոնց որ սկզբունքներ կա ընտանիքում, այսինքն այդ շատ հեշտ էր ինձ։ Կա փոքր բաներ, ասենք մի քիչ ինձ թվա մշակույթի մեջ, որ միշտ դրանից բան ենք լինում, էլի, որ չգիտեմ, փոքր դիտել, որ դրանից շատ ցիցաղում ենք, դե, ես Բոբիկ Միքայելի, ես մեծացել եմ մի հատ շատ ազատ ընտանիքի մեջ, այսինքն էդ էլ կա, ամեն ինչ կա, բայց իմը շատ ազատ էր, մենք դրսում ենք մեծացել Բոբիկ, առանց շատ տիպի բաները նայել, ու միշտ այդ առումով ոնց որ կա այդ տարբերություն, որ ես հիշում եմ, ինձ ասում են հատակին մի նստի, ես մի արա հայ մայրիկները շատ են դողում իրոք, որ շատ դողում են, հետո սպորտը ուշ մտավ կարծես թե հա մեր մթնոլորտի մեջ, չգիտես ինչու, նոր ես վերջի երևի 20 տարին է, որ Հայաստան մտավ սպորտը առօրյայի մեջ։ Հա, շատ հետաքրքիր բան նկատեցի, այդ տարբերությունը։ Այդ փոքր դերներ, բայց ասենք ես շատ եմ գնահատում, ես չեմ կարող խոսալ ընդհանուր հայ ընտանիքների մասին, բայց այս ընտանիքի մասին, Սերգեյի ընտանիքի մասին, միայն կարող եմ բարձր ես լավ խոսեմ, այսինքն իրանց միությունը ոնց են իրան մյուսի համար կան, ոնց են օգնում, մշակույթը ինչ մեծ տեղ ունի իրանց ընտանիքի մեջ, միայն լավ
Իսկ քո ծնողները արվեստագետներ են։ Իմ ծնողները չէ, արվեստագետներ չեն։ Ես առաջին երաժիշտ եմ ընդհանրապես ընտանիքում, հա։ Իրան լրիվ ուրիշ մթնոլորտի մեջ։ Բայց մի ալիքի մեջ են, չէ՞ կարծես քո ծնողները եւ ես նկատել եմ, որ շատ թեթև շփում են։ Նոր երեք գնաց, այստեղ էր մի շաբաթով։ Շատ ասիրում։ Այսինքն այդ առումով մեր բախտը իրականում բերել է, որ այդ կարևոր հիմքերը շատ նման են։ Ինչքանով հեշտ է կամ բարդ է լինել մեծատաղանդ ստեղծագործողի կին։ Լինելով ստեղծագործող։ Ես կասեի, որ շատ է օգնում, որ ես էլ երաժիշտ եմ, որովհետև շատ բան հասկանում եմ իր կյանքից, երևի ինչ է իրեն պետք, ինչ կարիքներ ունի որպես երաժիշտ։ Ինչ է պետք մեծատաղանդ երաժիշտին, հանգստություն։ Դե հեշտ կյանք չի, այսինքն իրան շատ ճանապարհորդում են, նվագելը մի հատ հսկայական ֆիզիկական ակտիվիտետ, այսինքն կարելի է համեմատել այդ բարձր սպորտային ոնց որ ատլետների։ Այո, միանշանակ։ Շատ նման է։ Ադրենալինը իրան հետո ժամանակ է պետք վերականգնելու համար ֆիզիկապես հոգեպես, այսինքն ընդհանրապես հեշտ չի։ Հետո ինքը ընտանիք ունի, երեխաներ ունի, ինքը ներկա պապայել է, այսինքն ինքը գալիս է նույնիսկ եթե ասենք շատ հոգնած է հիվանդանալ, ինքը կուզենա երեխաների հետ ժամանակ անցկացնել, ինձ հետ առօրյա ոնց որ մի քիչ ինքը բարալել աշխարհն է, այսինքն մարդը որ ճանապարհորդում է, գնում գալիս է նվագում է, այդ կյանքը մի քիչ ուրիշ է։ Այո, այստեղ շատ դրական երևույթ պատմեցիր, ներկայացեցիր, որովհետև լսել եմ այլ ստեղծագործողների կանանցից, հա, որ կարծես տարբեր մոլորակներում են ապրում։ Հա, իհարկե։ Բայց այստեղ փորձում եք մի մոլորակում լինել եւ այդ մոլորակի անունը ընտանիքն է։ Դա շատ կարեւոր է։ Ինձ թվում է այնտեղ դերական երկու պահ կա, որ ինքը ընդհանրապես սիրում է հետ գալ բուն։ Այո։ Էդել կա եւ իմ կողմից ես նույնպես այդ մեկ մի քիչ ավելի երևի մենակ լինել, ժամանակ ունենալ մտածել, էդել ես չեմ ստիպում, որ մեկը միշտ իմ կողքը լինի, ոնց որ ինձ հետ լինի այդ առումով, այսինքն մեր բնավորությունները համընկնում են այդ առումով ու երբ որ ինքը համերգ է գնում, ես ժամանակ ունեմ ուրիշ բաների համար, երբ որ գալիս է փորձում ենք ընտանիքի հետ միասին ժամանակ անցկացնենք, այսինքն Եվի ստացվում է։ Այո։ Կարծում եմ սա շատ կարևոր խորհուրդ էր կանանց առհասարակ եւ կոնկրետ հայ կանանց, որովհետեւ իսկապես հասկանալ, ընդունել քո կողակցին իր բոլոր լավ ու վատով, ամեն մեկ ինչի տրված հենց ընտանիքի կարծում եմ գրավական է, հա, գլխավոր դրանում է, որ մարդիկ իրար հասկանան, իրար ընթառաջ գնան, դա շատ կարևոր բան է։ Դա ամեն ծույկը տարբեր է, այսինքն ես չեմ կարծում, որ կա մի հատ ֆորմուլա բոլորի համար։ Ամեն ընտանիքը տարբեր է, ամեն տղամարդ, այսինքն իրար մեջ պիտի գտնենք այդ հավասարակշռություն, ձևը։ Ես չեմ հավատում այդ 50-50%։ Բոլոր դու 50, ես 50։ Մեկ-մեկ ես 20 դու 50, մեկ-մեկ նույն երան չունենք, նույն պահի տակ չենք։ Պիտի ուղղակի կարևորա լինել, ներկա լինել, որ ասում են անգամ step up, երբ որ մի բան լինում է, որ ասենք, okay, ես կամ, դու նստի ես կամ, ու որ երկուսը կարողանանք այդ անել, ուրեմն ստացվում է։ Այո, բարբերաբար լինել եւ պահի տակ զուգահեռ լինել, դա արդեն լուրջ քայլ է։ Ինչ խորհուրդ կտայիր դու հայ երիտասարդ կանանց, որպես ստեղծագործող, որպես բլոգեր, մշակութային առումով, ինչ խորհուրդ կտաս։ Ինչն է պակասում մեզ։ Ես դժվար ասեմ։ Հետո ես ճիշտն ասած չեմ սիրում մենթորական, հա, խորհուրդներ տալ։ Որովհետև ես հաշվում եմ, որ համարվում եմ, որ ես գալիս եմ այստեղ, ես հայ չեմ, ես այստեղ չեմ ապրում, ես բան չունեմ ասելու, տեղ չունեմ, ոչ մի բան ասելու ոչ մեկին։ Ես որ ես կյանքը ապրեմ իրանց նման, որ ես այդ նույն
լավ եւ վատ բաների մեջ անցնեմ, նոր կկարողանամ ինչ-որ մի բան ասեմ։ Այո, փայլուն պատասխաններ։ Հա, այդ առումով ինձ թույլ չտա ոչ մի բան ասել։ Ես կարող եմ անտանուր իմ փորձից ասել ինձ մոտ ինչա ստացվում, ինչի ստացվում, բայց էլի ես շատ լավ հասկանում եմ, որ մեր ընտանիքը այդ առումում ինքը շատ առանձնահատուկ օրինակ է, այսինքն ունենալ այդ լուքսուսը, որ ես կարողանամ տանը մնալ իմ երեխաների հետ։ Ամեն ընտանիքը չի կարող այդ անի այսօր։ Բոլորը պիտի աշխատեն, բոլորը պիտի օգնեն։ Այո։ Դրա համար այդ առումով ես ցավոք սրտի կուզենայի ասել շատ լավ օրինակ եմ, բայց չէ։ Ես մենակ կարող եմ ասեմ, որ գիտեմ, որ դժվար է բոլորի համար, որ գիտեմ, որ սարանը գնահատի, ու որ գիտեմ, որ հաստատ ուրիշների համար շատ ավելի դժվար է կամ ինձ հաստատ։ Այսինքն ես ինձ թույլ չէի տա, ոնց որ ասել այտենց ասեք, այտենց։ Իմ բարձունքներից այսպես ասած, հա։ Այո, այո։ Չես կարոտում քո ստեղծագործական կյանքը, ալտիստի կյանքը։ Այո, այսինքն ինձ թվում է ես կարոտում եմ ավելի շուտ այդ բառերը, որտեղ ես իմ մեջ էի, որտեղ իմ երաժշտության մասին եմ մտածում, իմ գելխի մեջ է, ես այտենց մարդ եմ, որ ապրում եմ մի քիչ իմ ներքին իմ գելխի մեջ լինելով։ Ահա։ Այդ ինտրովերտ բառ կա ինձ մոտ։ Այո։ Դու ստեղծագործել ես որպես սոլո, որպես երաժիշտ, մեծ մասամբ կամերային երաժշտություն եմ նվագել։ Ես ճիշտ ասած շատ չեմ հասրել, որովհետև ես վերջացրեցի, սկսեցի իմ դոկտորատը Սերգեյի հետ ոնց որ սկսեցինք միացրեցինք, այսինքն հետո շուտ ամուսնացա, երեխա ունեցա։ Քանի տարի է տևել քո այդ երաժշտի շրջանը սովորելուց հետո? Այո։ Ես համարյա ժամանակ չեմ ունեցել։ Հյուրախաղեր չեն եղել, ինչ որ քեզ մոտ կոնկրետ որպես ջութակահար հետաքրքիր հյուրախաղեր կամ հետաքրքիր ինչ որ պատմություններ, հա, կապված այդ ճամփորդության, երաժշտության հետ։ Դե այն ժամանակ դեռ որ սովորում էի, նվագում էի, այսինքն հա, այդ չգիտեմ, ինձ համար սովորել երաժշտություն, ես դրանից առաջ սկսեցի սովորել politics, քաղաքականություն։ Այո։ Ու մի անգամից զգացի, որ այդ իմ ճանապարհը չի, հա։ Ու գնացի կոնսերվատորիա, այդ ինձ համար ոնց որ, չգիտեմ, ոնց որ ասում, միշտ ասում ոնց որ այդ Հարի Փոթերի, որ գնում են այդ դպրոց, որ առանձնահատուկ էր ինձ համար այդ նույն աշխարհն էր, միայն երաժիշտներ, ու մենք sense այդ վարվում ենք ոնց որ դրանով ու նվագում ենք, բայց ինձ թվում է, որ ես ավելի շուտ ստեղծագործ եմ, այսինքն երաժշտություն լինի, թե չգիտեմ, մշակույթի հետ կախված ուրիշ բան, այսինքն ինձ այդ ճանապարհն է շատ գրավում։ Այո, ոլորտը այդքան էլ կարևորը ստեղծագործել է։ Ու կարոտում եմ զուտ նվագել, բայց պահը կգա, ես ոնց որ երեխաները մի քիչ մեծանան։ Այո, փոքրիկը 7 ամսական է։ Այո, Սոֆիան։ Ամալիա 5 տարեկան եւ Հայկը 7 տարեկան է։ Մենք հարցազրույցից առաջ քեզ հետ շփվեցինք եւ դու պատմում էիր, որ 7 տարեկան Հայկը նախ գնացել է դպրոց եւ թռել է մի դասարան, որովհետեւ շնորհալի անձնավորություն է եւ ինձ ցնցեց, որ դու ասացիր, որ 7 տարեկան երեխան սիրում է ջազ։ Ինքը սիրում է։ Ծավալվենք այդ թեմայի շուրջ։ Սիրում է ասած ինչ, նվագում է, լսում է, ինչպես է դա արտահայտվում։ Ինքը ինձ թվում է սիրում է իր ազատությունը։ Ինքը սիրում է կարողանալ նստել դաշնամուր ու մանգալ ու հասկանալ ու երգերը փորձել դուրս բերել դաշնամուրից ու ինքը այդ ազատությունն է շատ սիրում։ Բայց այդ որ պահին է տեղի ունեցել, որ երեխան դուրս է եկել այդ ջազի վրա։ Լսել է, դրել եք ինչ-որ, հա, տեսահոլովակներ կամ լսել է։ Փոքր ժամանակվանից մենք միշտ կողմանի ենք եղել, որ երեխաները տարբեր տիպի երաժշտություն լսեն, ոչ միայն դասական։ Մենք միշտ մտածում ենք, որ ուղղակի լավ լինի, այսինքն լավ որակի երաժշտություն։ Ու ինքը այդպես լսել է հիփ-հոփ, մենք շատ սիրում ենք հիփ-հոփ, օրինակ, թե լսել է ջազ, ամեն ինչ,
տիպի երաժշտություն լսել է։ Ու հայկի մոտ կար այդ ուշադրություն, այսինքն ինքը որ լսում էր, մենք հայացքից զգում էինք, որ ինքը ասենց ուշադրություն ընդունում էր, վերցնում էր։ Սպունգի պես, այսպես ներծծում է երեխան։ Եվ սկսեց դաշամուր, դե մեզ մոտ մենք պապիկի տատիկի մոտ ենք ապրում, ամենտեղ դաշամուր կա։ Նրանք ուսուցիչներ են երաժշտության, այո։ Ու սկսեց սովորել, դե տեխնիկան պիտի սովորի, որ կարողանա նվագի, այսինքն ինքը դասեր անում է, դասավանդում է, սովորում է տատիկի եւ պապիկի մոտ նույնպես։ Այո։ Ու զգացինք շատ արագ, որ ինքը ոնց որ շրջանակից դուրս։ Այո։ Միշտ այդ հայկի եթե պիտի մի նախադասության ասել հայկը ոնց է, հայկը շրջանակից դուրս է։ Միշտ։ Իսկ նկատել եք, որ պահին, որ տրամադրության ժամանակ է ինքը իր հոժար կյանքով նստում դաշնամուրի մոտ եւ սկսում իմպրովիզներ անել։ Արդեն չեմ հիշում, այդ վաղուց, այսինքն վաղուց ինչքան սովորում է, չէ, ինքը երևի 4.5 նոր սկսեց։ Ինքը սիրում է, գալիս է երգը ու ինքը ոնց է ասած նվագում է բերանով սես բիթբոքսին անում, ռիթմ է հանում, չեր բաներ, իր ազատությունն է։ Ու մենք փորձում ենք իրան բացատրել, որ պիտի հիմքը դնենք, այսինքն ոնց որ ասում ենք, չէ, սովորի օրենքները, որ կարողանա օրենքները ոնց որ չգիտեմ, ջարդես ոնց է օրենքներից, այո, ճիշտ է, այդ փորձում ենք, որ ֆունդամենտալը սովորիր, որ կարողանաս դուրս գալ։ Սովորել, ոնց որ դասական ու կողքից ոնց որ ինքը իր շատ դժվար է երեխաների հետ ճիշտ ասած, ինչքան մենք փորձում ենք, բայց ես միշտ ունեցել եմ այդ անհանգստությունը, որ երեխան չջարդեմ, այսինքն ինքը ինչ որ բնական բան ունի, որ ես կարողանամ այդ աջակցեմ։ Այո։ Բայց կյանքով ապրելով, այսինքն իր ընտանիք ունենալով այդ մենք ենք այդպես ստացվել։ Բոլոր ծնողների խնդիրն է, որ մենք մեր ճիրականացված ինչ որ երազանքները փորձում ենք, չէ, պրոյեկտավորել երեխաների վրա, եւ շատ դժվար է դա կանգնացնել այդ process-ը։ Դժվար է ճանաչել, այսինքն ճանաչել, որ այդ իմպուլսը ինձանից է գալիս, թե իրանից է գալիս, թե ոնց անեմ։ Այո։ Դե ես հաստատ քո պատմելուց պարզ երևում է, որ իմպուլսը հայկի մեջ է եւ այնտեղից գալիս է եւ այսպես բոցավարվում է։ Չգիտեմ, գրեվա ոնց է։ Ամալյան ունի նախասիրություններ արդեն։ Ամալյան ինքն էլ շատ հետաքրքիր։ Դե ինձ համար բոլորի իմ երեխաները հետաքրքիր ասորտին է։ Ոնց որ բոլորի դա նորմա է, Անխելա ջան։ Ամալա 5 տարեկան է նոր դարել, հիմա նոր սկսում է։ Ես սկսում եմ հասկանալ ինչ է ուզում, ինչ չի ուզում։ Կա այդ փաստը, որ հայկը իրանից առաջ է, այսինքն ինքը զգտում է հայկին, հա, հայկին էս արել, էս ասորել, ես էլ եմ ուզում այդպես անեմ։ Ու կողքից փորձում ենք իրան օգնել, որ ինքը իրան գտնի, հա, որ ոնց որ էս հայկն է, էս մա դու ես, դու ոնց ես ուզում, ինչ ես սիրում։ Հա, դու չփորձես, հա, նայել կարող է։ Ձգտում է հայկի հանդեպ, հայկը իրան ոնց որ ձգտում է տալիս, որ ես ուզում եմ հայկին նման էս անեմ, թե էսպես անեմ։ Շատ լավ է, այսինքն ամեն երեխա, մենք փորձում ենք, որ ամեն երեխա նույն ձևի, բայց երևի առաջինը իր դերը ունի, երկրորդն էլ ունի իր դեր, երրորդը այդ դինամիկան կա, չեն կարա փոխեն, չեն կարա բոլորը լինեն առաջին։ Ես վստահ եմ, որ 7 ամսական ձագուկն էլ արդեն լսում է եւ ընկալում է եւ չեմ զարմանա, որ օրինակ դու ասես, որ երաժշտության տակ լավ քնում է։ Կա այդպիսի պահ։ Ինքը քնում է ամեն ինչի տակ։ Կարող է աղմուկ լինի, քաոսի տակ, խմփոտ բան։ Սոֆիան լրիվ երրորդին նման եկավ, այսինքն ինքը շատ հանգիստ բալիկա, գոռոց ամենտեղ դե երեխաների հետ, այսինքն երաժշտություն, ինքը ուղղակի սնզուտ խաղաղություն է Սոֆիան։ Լույս եւ խաղաղություն։ Հա, շատ հանգիստ։ Այո, շատ խաղաղ կերպար։ Հայերեն խոսում են։ Երեխեքա, այո։ Մաքուր հայերեն։ Եվ ասացիր, որ էլի հարցազրույցից առաջ շփվում էինք, ասացիր, որ երեխաները Երևանում գնում են հա դպրոց եւ մանկապարտեզ։ Այո։ Իսկ այդ խնդիրը երբ վերադառնաք Ֆրանկֆուրտ, ինչպես է լուծվելու այդ խնդիրը։ Դե մենք ուրեմն Գերմանիայում շատ խիստ եմ դրան նայում, այսինքն մենք չենք կարող ուղղակի գնանք, մենք թույլտվություն խնդրեցինք շատ վաղուց,
որ մենք գալիս ենք, որ այստեղ տարբեր պրոյեկտներ ենք անում, համ Սերգեյ, համ ես։ Այսինքն այդ թույլտվությունը դպրոցը պետք է տա եւ մանկապարտեզն էլ, հա։ Դե մանկապարտեզը ուրիշ է, ինքը որովհետեւ ինքը չպիտի գնա մանկապարտեզ, այդ տարբերակ է, բայց դպրոցը ինքը պիտի արդեն գնա դպրոց Գերմանիայում, չկա բացակայ։ Եվ ինչպես է այդ օրենքը աշխատում, ձեզ տալիս են այդ թույլտվությունը, հա։ Այո, Եվ ուրեմն արդեն ոնց որ իրավունք ունենք ժամանակավոր գալ։ Այո։ Իրանց միայն մի բան ուղղակի պիտի անպայման այստեղ անենք, իրան պիտի գնան ուրիշ դպրոց։ Այսինքն այդ ժամանակը որ բացակայում են, պիտի բայց դպրոցում այստեղ ինչ որ միտեղ գնան։ Այո։ Իսկ ոչ գերմանական, այստեղ գնում են հայկական սովորական սիստեմայի մեջ, այսինքն իրան արձակուրդի չեն, գնում են դպրոց։ Եվ այդ լեզվի հարցը ինձ հետաքրքիր է։ Արագ են երեխաները կարողանում, հա, այդ միանալ, անջատվել հայերենի մեջ, գերմաներենի մեջ։ Այո։ Մենք ուրեմն ես միշտ, ինձ միշտ հարցնում ենք, ո՞նց անենք։ Իմ խորհուրդն է, դառնում կարող եմ խորհուրդամ, մենք միշտ այդպես արել ենք, որ ես միայն իսպաներեն եմ խոսում երեխաների հետ։ Միայն։ Դե մեկ կարող է այստեղ կարող է մի քիչ ավելի մեկ հայերեն խոսեմ, բայց Սերգեյը խոսում է հայերեն, ես խոսում եմ իսպաներեն։ Ու այդպես է, որ երեխաները արդեն մեզ ճանաչում են լեզվով, այսինքն մենք նույնիսկ եթե նստած ենք միասին, այո, երեխա որ ինձ հետ խոսում է, ինձ հետ իսպաներեն կխոսի, պապան կողքը լինի, ինքը կփոխի հայերեն այդ բանը, այսինքն այդ խստությունը պիտի մարդը պահի, որ զարգանա, որովհետև իրանց ինչ որ կոնտեքստ է պետք լեզվի համար։ Եթե ես սկսեմ փոխել, արդեն իրանց մոտ այդ բանը շատ կխառնի։ Հա, դե բայց երրորդն էլ փաստորեն կա։ Մայրիկը իսպաներեն, հայրիկը հայերեն եւ ուսուցիչը գերմաներեն կամ աշխարհը իրանց այնտեղ ոնց որ բոլորը գերմաներեն են խոսում։ Մենք դեռ զարմանում ենք, որ երեխաների ուշադրությունը այս դարում մի քիչ բարդ է, հետո որ ասում են, հա, կա այդպիսի բան սինդրոմ դեֆիցիտը վնիմանիա ուշադրության չեն կարողանում, հա, կողմնորոշվել ոնց որ, բայց աքսելերատներ են ամեն դեպքում իմ կարծիքով դա հեշտ չի։ Մի քանի լեզու, մի քանի մենթալիտետ, այդ տարբերությունը։ Այսօր այդ փոփոխությունները անտանապես հեշտ չեն, որովհետև երեխաները ստանում են մի հատ հսկայական քանակություն ոնց որ ստիմուլիս ամեն տեղից, իրանց տեխնոլոգիայից, այսինքն ինֆորմացիա շատ է։ Մենք հեռուստացույց չունենք տանը։ Հիմա չի նշանակում, որ երեխաները չեն նայում մեկ մի բան, հա, բայց փորձում ենք այդպես անենք, որ այդ ինֆորմացիա երևի մինիմալ լինի, որովհետև արդեն աշխարհը ինչ որ տալիս է բավականին շատ է երեխաների համար։ Բայց կա ժամ, որ թույլ եք տալիս, օրինակ, մի բան դիտեն երեխաները։ Չէ, մենք չունենք այդպիսի բան, այսինքն այս ժամին էս կա։ Չէ, այո, նայում եմ, բայց ոչ այսպես օրենքով։ Մենք չենք ասում, որ ամեն օր կարող ես 20 րոպե նայես։ Կա օրերը, որ չեն նայում, կա օրերը, որ կարող ավելի շատ նայեն։ Ունենք ուր պատորը, ոնց որ բան, կինո օր, այսինքն շաբաթը ավարտվեց ու երեկոյան միասին նստում ենք, որպես ավանդույթ ընտանիքով նայում ենք մի բան։ Դա հիանալի տարբերակ է, գիտես, երբ որ դա տոնի է վերածվում։ Ռիտուալները շատ կարևոր են ընտանիքում։ Դուք աշխատում եք չտալ երեխաներին քաղցր։ Ես շատ հայտնի եմ։ Լսել եմ եւ տեսել եմ, իմ աչքով եմ տեսել, որպես սարսափելի քաղցրակեր։ Ես այսպես նայում էի Սերգեյին եւ Հայկին։ Մեղք երեխա չէ։ Մեղքա։ Չէ, ես հիանում էի, իհարկե ես հիանում էի, որովհետեւ մենք այս դարում բոլորս գիտենք վնասը այդ քաղցրի, բայց կարողանում եք այսպես, հա, 100%-ով չտալ։ Չէ, երբեք 100%-ով իմաստել չի եղել։ Ուղղակի երեխան որ փոքր է, ու սկսում է ուտել։ Եթե մենք միանգամից տալիս ենք տորտ, ինքը այդ համը բարձր շատ ավելի ուժեղ է, կամ եթե էպած բրոկոլի եմ տալիս, ինքը չի ուզի ուտել ուրիշ բան։ Ես աշխատել եմ, որ երեխաները որ սկսում են ուտել, որ իրանց սովորեն ուտել բանջարեղեն, մրգեր, այո։ Հետո դրա վրա արդեն ոնց որ սկսում են օկազիոնալ ոնց որ քաղցր, ու հիմա այդպես է, որ օրինակ Հայկը ինքը ես երբեք, օրինակ որ ինքը գնում է միտեղ, հա, ես երբեք չեմ ասի դու մի կեր,
բոլորը ուտում են, ես չեմ կարող երեխուն ասեմ դու մի կեր, իհարկե կեր։ Այո։ Այդ ազատությունը որ լինի, ուրեմն մենք տանը փորձում ենք այդպես անենք, որ ոնց որ ինքը ու արդեն այդ դարելա իր ոնց որ ինքը չի ուզում։ Հա, ինքը սովորել է այդպես։ Այո, ես տալի կեր, ինքը սկսում է։ Այո, օրինակ իմ ընկերուհու երեխաների հետ մի հետաքրքիր պատմություն է տեղի ունեցել, նա էլ աշխատում էր քաղցր չտալ, քանի փոքրիկ էին, ֆիլմ էլ կար նմանատիպ, հիշում եմ դա կատակերգություններ այդ ֆիլմը, ուրեմն նա տալիս էր յոգուրտ երեխաներին եւ ասում էր, որ սա պաղպաղակ է, երբ ասում էին պաղպաղակ ենք ուզում, յոգուրտ էր տալիս։ Այո։ Եվ հանկարծակի մի օր գնացել են զբոսնելու այլ մարդկանց հետ եւ փորձել են իրական պաղպաղակը եւ եկել են ասել են մամա սա ինչ է դու մեզ խափում տարիներ շարունակ այսինքն բայց ձեզ մոտ մեղմ է գնում այդ process-ը ես ինչպես հասկացա այս վիճակը տեղի չի ունենալու իմաստը չի որ երեխան դառնա մի հատ տարօրինակ երևույթ սուբստանցը հասարակության մեջ չէ իմաստելա ուղղակի որ մենք չխանգարենք իր բնական process-ը որ ինքը մոտիկանա ուտելիքին ես տեսել եմ այդ փոքր բալիկ նստած որ համարյա չի նստում ասես տորտ ենք բերանի դե անդեղ խանգարում ենք մի բնական process-ը որ ինքը ծանոթանա ուտելիքի հետ հետո որ այդ արդեն անցնում ենք դե երեխա ասենք մենք էլ ենք ուտում այո իհարկե մարդ ենք կենթանի մարդ ենք բայց ես էլ արել եմ այդ պաղպաղակի ասենք բան կա մոլ ասենց կա ու կարող եք ինչ ուզում ենք անենք միրգ ոնց որ հետո սառացնել դա էլ պաղպաղակ մեր կողմանում այո այս համով թեմայից վերադառնանք ստեղծագործական թեմային հոկտեմբերի 8-ին սպասվում է մի գեղեցիկ միջոցառում ինչ միջոցառում է հոկտեմբերի 9-ին մենք ներկայացնում ենք Միամիտ հարցերի երկրորդ սեզոն արդեն Միամիտ հարցերը դա քո ոդքասթի անվանումն է այո so ես հիմա եկել եմ այստեղ որ ձայնագրենք մի ամբողջ սեզոն ես անում եմ բոլոր էպիզոդները մի ամսով ու որ կարողանամ հետո սպասի քանի ամսվա էպիզոդ ես անում մեկ ամբողջ տարվա Այսինքն ամեն օր գրեթե ունես էպիզոդներ։ Ունենք տարբեր օրեր, որտեղ մի 4-5 հատ էպիզոդը իր հետևից ցանակում են, որ կարողանամ հետո վերադառնամ եւ Իսկ ինչ հետաքրքիր զրույցներ են տեղի ունենալու այդ ամսինին։ Ամսինին ուղղակի կներկայացնենք, կփորձենք մի քիչ խոսենք այդ առաջին սեզոնի մասին, ինչ ենք փորձում երկրորդ սեզոնում անենք։ Ու ես շատ սպասում եմ իմիջիալից այդ օրվան շատ հետաքրքիր է ինչպես է Արթեանում ես գիտեմ դուք եղել եք Արթեանում մթնոլորտը ուղղակի Դա գորգերի խանութ է Չէ Արթեանը գալերիա է ու իրան դե ստեղծում են նույնպես իհարկե այդտեղ էլ հայտնի մթնոլորտ այո եւ իրանց արվեստը ճարտարապետությունը ուղղակի ունիկալ է շատ գեղեցիկ անեղ համերգներն են անում, այսինքն շատ առանձնահատուկ մթնոլորտ է միշտ։ Տեսնենք։ Wow, good luck։ Այո։ Ես անչափ շնորհակալ եմ եւ այս մեր ջերմ մթնոլորտի համար, մեր ջերմ զրույցի համար եւ սրտանց ցանկանում եմ հաջողություն ընտանիքում, Մերսի շատ։ Ստեղծագործական կյանքում երաշտական մի խոսքով սրտանց ցանկանում եմ, որ ամեն տեղ հաջողությունը ձեր դիմացից գնա եւ դուք գնաք նրա հետևից։ Շատ շնորհակալ եմ։ Անչափ շնորհակալ եմ։ Նմանապես։